Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր մայրաքաղաք Երևանի սրտում զրուցելու ենք Արցախցին կարդում է գրքարշավի 2025 թվականի Grand Prix մրցանակակիրներ Էլեն Ազիզյանի եւ Արմինա Ազիզյանի հետ։ Հրավիրենք մեր այսօրվա զրուցակիցներին։ Բարև ձեզ երեխաներ։ Պատրաստ եք որպեսզի սկսենք մեր զրույցը։ Դե սկսեցինք։ Եկեք նախ զրուցենք նրա մասին, ինչպես առաջացա մտահղացումը, որպեսզի մասնակցեք գրքարշավին եւ ինչ տվեց ձեզ գրքարշավը, որտեղ գիտեմ, որ դուք սա առաջի տարին չէ, եթե չեմ սխալվում, որ մասնակցում եք, ինչ տվեց ձեզ գրքարշավը, ինչպես առաջացավ այդ ցանկությունն ու մտահղացումը, որպեսզի մասնակցեք։ Արմինա, սկսենք քեզնից։ Դե գրքարշավին առաջին տարին չէ, որ մասնակցում եմ, շարունակական է, դեռևս Արցախից մենք մասնակցում էինք, ես եւ քույրիկս, եւ այս տարի էլ շարունակական նորից մասնակցեցի, անկեղծ ասած մտադրություն չկար հասնելու մինչեւ Grand Prix, բայց Աստծո կամոք ես կարողացա ստանալ այդ մրցանակը։ Գրքարշավի շնորհիվ ես կարող եմ ասել, որ բոլոր երեխաները, բոլոր մասնակիցները զարգացրել են իրենց մտահորիզոնները եւ գրքարշավը մեզ տվեց անմոռանալի էմոցիաներ, որոնք որ անկեղծ ասած ես վստահ եմ բոլորը դեռ շատ երկար են հիշելու։ Գրքարշավի շնորհիվ, նկարահանումների շնորհիվ տարբեր գեղեցիկ վայրեր ենք այցելել, որպեսզի նկարահանումը ավելի գեղեցիկ լինի եւ այդքան։ Էլեն, իսկ դու ինչ կասես։ Դե գրքեր կարդալը ու նկարելը դեռ մանկուց իմ հոբին են եղել։ Եվ այդպես շատ եմ սիրել գրքեր կարդալը, Արցախը կարդում է գրքարշավի, մասնակցել եմ առաջին դասարանից եւ ամեն տարի լավագույնների ցանկում եմ եղել եւ բռնագաղթից հետո երբ Մոնթեավո բարեգործական ընկերությունը հայտարարեց, որ Արցախցին կարդում է գրքարշավը շարունակվելու է, որոշեցի, որ պետք է անպայման մասնակցեմ եւ ուժերս փորձեմ։ 2024 թվականի մասնակցեցի եւ գրավեցի առաջին հորիզոնականը, իսկ 2025 թվականին արդեն գրավեցի Grand Prix մրցանակը, որի ճանապարհը շատ դժվար է եղել հաղթահարել, բայց դժվարությունների միջով Գնալով ես կարողացա հասնել այս գագաթնակետին։ Արցախցին կարդում է գրքարշավը ինձ տվեց բազմաթիվ էմոցիաներ եւ ամեն անգամ որևէ ելույթ պատրաստելիս տարբեր զգացմունքներ էի ունենում, հատկապես երբ հայրենասիրական էր ելույթը, ամեն անգամ հուզվում էի ներկայացնելիս։ Իմ գիտելիքները ավելի ամրապնդվեցին, որի համար շնորհակալություն եմ հայտնում Մոնթեավո բարեգործական ընկերությանը։ Երեխաներ, տեսեք, փաստացի Արցախի ցավալի կորստից հետո գրքարշավը դարձավ մի հարթակ, որը միավորեց Արցախի բոլոր երեխաների մեկ հարկի տակ։ Դուք առաջին հերթին մրցույթի մասնակցելուց բացի հնարավորություն ունեցաք տեսնելու, շփվելու ձեր ընկերների հետ, ձեր համաքաղաքացիների, ձեր դպրոցական ընկերների հետ։ Սա շատ կարևոր մի, այսպես ասենք, գործոն է, անկախ մրցույթում ձեզ զբաղեցրած մրցանակային տեղերից։ Ինչ տվեց այդ առումով մրցույթը ձեզ։ Դուք կարողացաք Արցախից դուրս այդ մրցույթի շրջանակներում ամրապնդել ձեր ընկերությունը, պահպանել ձեր ընկերությունը Արցախից դուրս։ Այսօր ստեղծվել են նոր ընկերական կապեր, որովհետև ես տեսել եմ, որ գրքարշավին նաև մասնակցել են երեխաներ Արցախի տարբեր շրջաններից, ընդ որում նաև Սփյուռքից։ Էլեն, ինչ կասես այս մասով։ Դե Արցախցին կարդում է գրքարշավի շրջանակներում շատ նոր ընկերներ եմ ձեռք բերել եւ դրա համար նույնպես շատ ուրախ եմ, որովհետեւ տարբեր երեխաների հետ զրուցելը, շփվելը դա ինձ համար շատ կարեւոր է։ Իմ ընկերների հետ ես մինչեւ հիմա կապը պահում եմ, նույնիսկ մենք տարբեր հարթակներով իրար հետ զանգահարում ենք, իրար հետ խոսում ենք, այդպես ժամանակը շատ լավ է անցնում։ Դրա համար ես շատ ուրախ եմ եւ նույնիսկ հետագայում ուզում ենք իրար հանդիպել եւ նորից տեսնել։ Արմինա, իսկ դու ինչ կասես։
Արցախի բռնագաղթումից հետո իհարկե դժվար էր չտեսնել, ամեն օր տեսնել ընկերներին եւ միանգամից գալ այստեղ ու չտեսնել, բայց Մոնթեալո բարեգործական ընկերության շնորհիվ անընդմեջ կազմակերպող միջոցառումների շնորհիվ մենք չէինք կորցնում մեր կապը մեր ընկերների հետ, որը հոյակապ էր մեզ համար, շատ էմոցիոնալ էր այդ մեր հանդիպումները եւ հենց արցախցին կարդում է գրքարշավի շնորհիվ էլ ես ունեցա շատ ընկերներ, որոնց հետ շատ լավ կապ ունեմ եւ նաեւ այդ կապը ամրապնդվել է 2025 թվականի ճամբարի ժամանակ, երբ նրանց հետ մի կեցության տակ ապրել ենք, տարբեր խաղեր ենք խաղացել եւ այդպես մեր կապը ավելի է ամրապնդվել։ Ամանորյա օրեր են, ինչպես ընդունված է, ամանորյա օրերին բոլորը ունենում են իրենց երազանքները, ունենում են իրենց նպատակներն ու ցանկությունները։ Ես համոզված եմ, որ դուք նույնպես ունեք ամանորյա երազանքներ, նպատակներ եւ ավելի քան վստահ եմ, որ բոլոր այդ նպատակները իրենց թելերով տանում են դեպի Արցախ։ Արմինա, ո՞րն է քո ամանորյա երազանքը։ Գուցե հենց հիմա, եթե հնչեցնես այդ ամանորյա երազանքը, Աստված իրականություն դարձնի այն։ Ես կարծում եմ, որ 2023 թվականի պատերազմից հետո բոլոր արցախցիների միակ եւ բաղձալ երազանքը դա հայրենադարձությունն է։ Էլեն, Իմ միակ երազանքն է, որ հայրենադարձություն լինի եւ մենք վերադառնանք մեր հայրենի երկիր Արցախ եւ ինձ համար դա ոչ միայն երազանք է, այլ նաեւ նպատակ։ շատ լավ երեխաներ, ես հիմա առաջարկում եմ, որ մենք գնանք սրճարան եւ մեր զրույցը շարունակենք տաք թեյի շուրջ, քանի որ դրսում բավականին ցուրտ է, որպեսզի դուք չմրսեք եւ մեր զրույցը ավելի ջերմ մթնոլորտումացնի։ Համաձայն եք։ Գնացինք։ Դե երեխաներ, շարունակենք մեր զրույցը արդեն թեյի շուրջ։ Ես ուզում եմ զրուցենք նաև այն մասին, որ դուք գրքարշավի շրջանակներում ներկայացրել եք արցախցի ստեղծագործողներ։ Սա շատ կարևոր քայլ էր առաջին հերթին բարեգործական ընկերության կողմից եւ նաև ձեր կողմից, որովհետեւ ով եթե ոչ դուք, այո, հենց դուք պետք է ներկայացնեիք արցախցի ստեղծագործողներին, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ լսեն, իմանան, որ փոքրիկ Արցախում էլ ստեղծվել է ժամանակակից պոեզիա նաև, որ փոքրիկ Արցախում էլ կան ստեղծագործող մարդիկ եւ նրանք, եթե ոչ բոլորը, ապա նրանցից շատերը ոչնչով չեն զիջում աշխարհում այսօր շատ հայտնի գրողների։ Պարզապես հանգամանքների բերումով ծնվել են փոքրիկ երկրում, փոքրիկ հնարավորություններ ունեցող երկրում, այսպես ասեմ։ Ուզում եմ նաև խոսենք այս մասին, ինչպես ստացվեց, ինչպես ընտրեցիք, ինչպես մատուցեցիք, դες համար հաճելի է ներկայացնել նաև ձեր համերկրացիների ստեղծագործությունները։ Արմինա ջան, սկսենք քեզնից։ Արցախահայ ստեղծագործողների ներկայացնելը անկեղծ ասած ծանր էր մի քիչ, որովհետև ամեն մի բառ վերապրում էի, ամեն մի բառ զգում էի եւ ներկայացնելով ստեղծագործությունները, կարծես թե ես վերհիշեի այն ամենը, ինչ որ կատարվել է մեզ հետ, բայց նաև շատ մեծ պատիվ էր, որովհետև երբ առաջին անգամ կարդացի այդ բանաստեղծությունները, ստեղծագործությունները, կարծես թե մի պահ հայտնվեի Արցախում եւ ինձ ավելի ինքնավստահ զգայի։ Էլեն, իսկ հիմա քեզ լսենք։ Արցախահայ բանաստեղծներից ես ներկայացրել եմ ձեզ եւ ամեն անգամ ձեր ստեղծագործությունները ներկայացնելիս միշտ հուզվել եմ։ Ամեն անգամ կարդալուց կարծես թե հայտնվել եմ Արցախում եւ ինձ շատ է դուր եկել նաեւ ձեր մենախոսությունը, իմ մանկության ամենալավ խաղալիքը մենախոսությունը, որի մեջ դուք խոսում եք ձեր հին տան մասին եւ յուրաքանչյուր արցախցի այդ մենախոսությունը կարդալիս կարծես թե հասկանում է թե իր մասին է խոսում
Եվ մյուս ստեղծագործողը ում ներկայացրել եմ Աշոտ Բեգլարյանն է։ Նա գրել է ռուսերենով եւ նրա ստեղծագործությունները նույնպես կարդալիս շատ հետաքրքիր էր ու հայրենասիրական։ Տեսեք, ես ինչպես գիտեմ, ինչպես տեղեկացված եմ, գրքարշավի ընթացքում դες հետ աշխատել են նաև ուսուցիչներ։ Մի շատ կարևոր իրողություն։ Այդ ողջ ժամանակահատվածում օգնել են ձեզ, քաջալերել են ձեզ, ինչ որտեղ շտկել են, ուղղել են։ Բացի նրանից, որ դուք համատեղ աշխատանք եք ներկայացրել լսարանին, դուք նաև անցել եք կյանքի փորձ, որովհետև ուսուցչի հետ աշխատելը, լավ ուսուցչի հետ աշխատելը առաջին հերթին փորձ է, փորձի կուտակում է։ Ուզում եմ նաև զրուցենք ձեզ հետ աշխատած ուսուցիչների մասին, վստահ եմ նրանց խոսք ունեք ասելու, վստահ եմ այս ժամանակահատվածի իրենց աշխատանքը գնահատելու եւ ընդհանրացնելու խոսք ունենակ ասելու։ Էլեն, քեզնից սկսենք։ Ինձ հետ այս ամբողջ ընթացքում աշխատել են բազմաթիվ ուսուցիչներ, որոնց ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել, որ ամբողջ ընթացքում իմ կողքին էին, ինձ տարբեր խորհուրդներ էին տալիս, որպեսզի միշտ ամեն մի ելույթ իր յուրահատկությունները ունենար։ Շնորհակալ եմ եւ անգլերենի, եւ ռուսերենի, եւ գրականության ուսուցիչներիս, քանի որ եթե նրանք չլինեին, իսկապես ես չէի կարող հասնել այս գագաթնակետին, ինչպես նաև ինձ մի շատ հարազատ մարդ խորհուրդ է տվել, որով ես միշտ առնչվել եմ, եւ այդ խորհուրդը հիմա բոլոր գրքաշավականներին էլ խորհուրդ կտամ, խորհուրդ եմ տալիս, որ նրանք իրենց առջև դնեն մեծ նպատակներ, որ դրանք հաղթահարելը շատ հեշտ է լինում։ Արմինա, Այս ընթացքում բնականաբար ես միայնակ չէի կարող հասնել այս կետին, ինձ օգնել են շատ ուսուցիչներ, որոնցից մեկը նաև Լվարդ Մուսայելյանն է, ով Մոնթեալո բարեգործական ընկերության կողմից համարվել է լավագույն ուսուցիչ եւ նաև կրթաթոշակ է ստացել, որի համար ես անչափ սրտանց շատ մեծ ուրախություն եմ ապրել եւ բնականաբար ես չէի լինի, եթե չլինեին այդքան օգնող ուժեր ինձ։ ասացի մենք կարող ենք ամբողջացնելով գրքարշավը ասել, որ այն ձեզ համար առաջին հերթին ձեր ուժերը փորձելու, փորձի փոխանակման, մեծ ճանապարհ անցնելու հնարավորություն է։ Հետո նոր արդեն հաղթանակ։ Grand Prix մրցանակը իր հերթին դեպի Ֆրանսիայի Դիսնեյլենդ ճանապարհորդությունը ենթադրում։ Կարծում եմ բոլոր գրքարշավականների համար սա դեպի հաղթանակը գնալու խթանիչ ուժ է։ Դուք պայքարել եք, դուք հասել եք, ես կարծում եմ արժանի եք այդ հաղթանակին։ Հիմա բնականաբար շարունակվելու է գրքարշավը նաև հաջորդ տարի։ Ես վստահ եմ, որ նաև հաջորդ տարի եք մասնակցելու։ Ինչ կոչ կուղեիք հաջորդ տարվա գրքարշավականներին, ինչը կառանձնացնեիք, ինչ խորհուրդ կտայիք։ Իհարկե այս տարիքում դուք ինքներդ եք, այսպես ասենք, խորհուրդներ լսելու կարիք զգում, բայց նաև դուք եք անցել որոշակի ճանապարհ եւ ձեր անցած որոշակի ճանապարհը ձեզ թույլ է տալիս ինչ որտեղ նաև խորհուրդ տալ ձեր հասակակից ընկերներին։ Արմինա, քեզ լսենք։ Ուզում եմ խորհուրդ տալ իմ հասակակիցներին եւ ինձանից կրտսեր երեխաների գրքաշավականներին, որ չկոտրվեն երբեք, որովհետեւ ես համոզված եմ, որ գրքարշավը շատ գեղեցիկ միջոցառում է ինքնին եւ գրքարշավի հենց նկարահանման process-ի ժամանակ կարող են լինել հիասթափություններ, երբ օրինակ մեկ անգամից չի ստացվում նկարել վիդեոն, բայց տեսահոլովակը, բայց պետք չէ կոտրվել, որովհետեւ ես վստահեցնում եմ ձեզ, որ վերջում հաղթանակը շատ ավելի հաճելի է լինում, քան ընթացքի այդ ձախողումները, որոնք որ լինում են, պետք չէ կոտրվել, ձեր առաջ դրեք նպատակ, որ դուք ուզում եք մասնակցել եւ հաղթել, գուցե եւ չհաղթեք, բայց այդ փորձը, այդ էմոցիաները, որոնք որ դուք ստանալու եք, վստահեցնում եմ անգնահատելի են։
Էլեն ջան, Ես իմ հասակակիցներին խորհուրդ եմ տալիս, որ երբեք չհանձնվեն, քանի որ հենց կարող են լինել բազմաթիվ դժվարություններ, բայց հենց դժվարություններից են ծնվում հաղթանակները։ Ես հուլիս ամսին ձեռքս կոտրել էի, բայց որոշեցի, որ չպետք է հանձնվեմ, քանի որ դա աշխարհի ամենավերջին բանը կարող է լինել, որ ես այդ պահին անեի։ Այնքան ճանապարհ էի անցել ու հանձնվեի, դա սխալ կլիներ եւ դժվարությունների միջով անցա եւ կարողացա հասնել այս մրցանակին։ դե ինչ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա ձեզ հետ հանդիպելու, ձեզ հետ զրուցելու։ Սա ինձ համար առաջին հերթին հարցազրույց չէ, սա ինձ համար առաջին հերթին հանդիպում էր գրքասեր արցախցիների հետ։ Հանդիպում էր երեխաների հետ, որոնք համարձակություն են ունեցել նաև գրական խոշոր դեմքերի կողքին ներկայացնելու փոքրիկ Արցախի ստեղծագործողներին։ Ես շատ ուրախ եմ դրա համար եւ որպես եզրափակում մեր այսօրվա զրույցի կուզենայի հավստահ եմ ավելի ճիշտ, որ դուք հավելյալ խոսք ունեք ասելու, որ դուք ինչ-որ մի կիսատ թողած միտք կա, որ պիտի ասեք, და կուզենայի այդ խոսքն ասեիք եւ եթե նաեւ ցանկություն ունեք կարող եք եթե հիշում եք որևիցե ստեղծագործություն նաեւ ինչ որ հատվածներ ընթերցել մեր բոլոր հետևորդների համար։ Արմինա, ուզում եմ մի պատմություն պատմել գրքարշավի ընթացքում, երբ հայրիկից խնդրեցի, որ ուզում եմ վերջին տեսանյութս լինի ավելի շատ հայրենասիրական ոճով եւ խնդրեցի նրան, որ ինձ տանի խուստուկ։ Մենք ավելի քան 300 կիլոմետր ճանապարհ կտրեցինք, եթե չեմ սխալվում, եւ գնացինք Խուստոպ։ Էմոցիաներս աննկարագրելի էին, որովհետեւ այն հայրենասիրական շունչը, այն որ հենց Խուստոպի գագաթից երևում էր Արցախը, դա չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ էի զգում այդ պահին։ Նաև շնորհակալ եմ ծնողներիս, որովհետև ես վստահեցնում եմ, առանց նրանց օգնության ես հաստատ չէի կարող այդքան լավ տեսանյութներ, այդքան գեղեցիկ տեսանյութներ նկարել։ Եվ կցանկանայի արտասանել Հերմինե Ավագյանի բանաստեղծություններից մեկը։ Սիրով։ Ես ամեն անգամ հասնում եմ քեզ մոտ, երբ գրում եմ բանաստեղծությանս վերջին բառը։ Դա է պատճառը, որ երբեք վերջակետ չեմ դնում։ Ես ուշացած հավք եմ, որը թևածում է տողերով ու չի հասնում բառերի երանին։ Իմ ու քո միջև այս լռությունը աղոթքի հնարավորություն է, որովհետև ես ներկա չէի վերջին պատարագին։ Խաղաղությունը շամպայնի պես էր։ Ոմանք չհասցրին փորձել, ոմանք կոնծեցին ու ապրեցին հարբած։ Ոմանք շարունակում էին հարբել, երբ շշի մեջ ոչինչ չկար։ Ես քեզ սիրում եմ այնքան, որքան կարող է սիրել մեկը, ով սիրո մասին ոչինչ չգիտի, բացի բազմակետերից։ Հիմա գրում եմ վերջին բառս ու հիշում, թե ինչքան սիրում էիր, երբ նշում էինք 30-ամյակը։ Օրվա վերջում բոլորս վերադարձանք տուն։ Տուն, այնքան տուն կար, որ ամեն մեկը վերադարձավ իր տուն։ Դու հիմա ում տանն ես ապրում։ Ով է նշելու հաջորդ տարեդարձը։ Այս բանաստեղծությունը շատ տխուր է քեզ նվիրելու համար, բայց ես ուրիշ բան չունեմ։ Այս բանաստեղծությունը շատ տխուր է ուրիշին նվիրելու համար, չի հասկանում։ Արի չսպասենք նոյեմբերին, ավարտենք այս աշունը անեղանակ, գուցե հաջորդ աշունը ներելու։ Ուզում եմ նաև իմ շնորհակալական խոսքը ասել ձեզ Հայք մեդիային այս գեղեցիկ հարցազրույցի համար եւ նաև Մոնթեավո բարեգործական ընկերությանը, որի շնորհիվ կարծում եմ, որ մենք այսօր այսպիսի գեղեցիկ հարցազրույց ունեցանք եւ անմոռանալի գրքարշավ 3 ամիսներ։ Շնորհակալ եմ շատ։ Էլեն, Ուզում եմ խոսքս եզրափակել ձեր ստեղծագործություններից մեկով։ Երկիր, ես հիմա քեզ ունենալու համար հրաժարվում եմ բոլոր տեսակ խաղաղություններից։
որովհետև քո միակ խաղաղությունը մենք ենք, բայց տանը քեզ հետ, քո չխաղաղվող լեռների վրա։ Երկիր ու կգանք, որովհետև այս նոր խաղաղության հետ դեռ չպարզված հաշիվներ ունենք։ Ժամանակը միակ զինվորն է, որին ոչ ոք չի կարող հրամայել։ Ոչ մի լաց, ոչ մի արցունք, երկիր փնտրելու ճանապարհին մնաց մենակ։ Դա աշխարհի ամենատխուր հրաժեշտն էր, որին ոչ ոք ներկա չեղավ։ Ուզում եմ նաև շնորհակալական խոսքս հայտնել ձեզ Հայք մեդիային այս հրաշալի հարցազրույցի համար, որի միջոցով մենք շատ էմոցիաներ ստացանք, ինչպես նաև Մոնթեավո բարեգործական ընկերությանը գրքարշավը կազմակերպելու համար։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև ծնողներիս, քանի որ ամբողջ գրքարշավի ընթացքում նրանք իմ կողքին էին, բազմաթիվ խորհուրդներ էին տալիս եւ ինձ ոգեշնչում էին, որ ես կարող եմ ամեն ինչի հասնել։ Միայն թե պետք է շատ լավ աշխատեմ։ Իրականում ես եմ շնորհակալ, ես նույնպես շատ հագեցած օր ունեցած ես հետ, լավ էմոցիաներ, լավ տրամադրություն։ Եկեք օգտվենք առիթից, նաև շնորհավորենք մեր բոլոր հետևորդներին ու աշխարհասփյուռ հայությանը ամանորյա եւ սուրբ ծննդյան տոների արդիվ եւ ասենք թող կատարվեն բոլոր մարդկանց նվիրական երազանքները